իհարկե աջակցելու է Ռուսաստանը, աջակցում է եւ աջակցելու է։ Ռուսաստանը հիմա այն ինչքան դարակի վերադրված փոշին նստել է այդ մարդկանց վրա, քաղաքական գործիչներ կան, հնից բոլորին հանելու է եւ գցելու է ասպարեզ, որովհետեւ այլ հնարավորություն չունի։ Նոր քաղաքական գործիչների երիտասարդները Ռուսաստանին չեն հավատում, նրանք նորից այդ հին, որը բերեն նավթալինը արդեն կսված, իրենց են հանելու եւ նույն Ռոբերտ Քոչարյանին էլ, բայց դա չի նշանակում, որ դա նրանց մոտ ստացվելու է։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո ընտրություններ են տեղի ունենում ոչ թե ձևի համար, ծիտիկի համար, այլ իրականում նրանք շանս չունեն, որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը, եթե ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գաղութ, որը Ռուսաստանը հետագայում կիսելու է եւ վաճառելու է Թուրքիային եւ Ադրբեջանին այնպես, ինչպես վաճառել է մեր հայրենիքի մի մասը Արցախը, ուրեմն պետք է գնա եւ ընտրի այդ բոլոր պարոնայք Քոչարյանին, այդ նավթալինից այդ հին գործիչներին, ես չգիտեմ, Կարապետյաններին, Պողոսյաններին, մարդկանց, ովքեր որ պատասպարվել են Մոսկվայում։ Ես նոր անուններ եմ լսում հնից, հին նոր անուններ, որոնց պատրաստվում են նետել դաշտ։ Եթե հարգելի ընտրողներ, դուք ուզում եք, որ մեր երկիրը, մեր հայրենիքը կիսվի Ռուսաստանի եւ Թուրքիի միջև, գնացեք եւ ընտրեք։ Եթե չեք ուզում, ուրեմն այլ ընտրություն կատարեք։ Ինչ ընտրություն, ես հիմա չեմ կարող ասել։